Հայկական փայլատիթեղն է գրավել ադրբեջանցիների ուշադրությունը, Բաքվի ընկերությունը Երևանին դեռ պատվեր չի տվել, բայց առայժմ էկոնոմիկայի նախարարի խոսքով ամենաերկար բանակցություններն այս հարցով են եղել։ Կոնկրետ հայտ եղել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել փայլատիթեղի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլատիթեղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է, այսինքն ամենաերկար բանակցությունը, որ գնացել է, այսինքն ցանկերը փոխանակվելուց հետո դա եղել է, որ այսինչ հաստության փայլատիթեղը մեզ հետաքրքրում է։ Ցանկերը, որ մատնանշում է Պապոյանը, Երևանն ու Բաքուն փոխանակել էին դեռ այս տարեսկզբին, թեպետ նույն այդ ընթացքում Ադրբեջանն արդեն նավթամթերք էր Հայաստանին վաճառում, նաև ուղարկում ռուսական հացահատիկ։ Պոտենցիալ ապրանքների ցուցակում, որ պատրաստ էինք մենք իրենց վաճառել, կառավարությունը ներառել էր փայլատիթեղը, ալյումինը, ֆերոմոլիբդենը, մսամթերքը, միրգ բանջարեղենը, որոշ տեսակի խմիչքներն ու տեքստիլ արտադրատեսակները։ Ստացվում է 4 ամսում հազիվ 1 տասնյակի շեմին հասնող այս ապրանքներից միայն փայլատիթեղն է նրանց հետաքրքրել, այն էլ դեռ նույնիսկ չեն ասել, ի վերջո գնում են։ Ադրբեջանը կարիք չունի, ինչ որ եթե մի կարիք ունենա, ինչ որ փայլատիթեղի, ճիշտ ասած մենք չգիտենք իրականում հետաքրքրում է թե անուղղակի աղբյուրներով դրա ուրեմն հաստատում որպես այդպեսին չունեն։ Բնականաբար Ադրբեջանը հասկանում է, որ իր համար Հայաստանը որպես ներկրվող ինչ որ ապրանքներ որևէ հետաքրքրություն չի ներկայացնում, դրա համար չի ամրագրի։ Հայաստանը իր համար ընդամենը սպառման շուկա է, լավագույն դեպքում հիմա ինչքան որ կարողանա բենզին կվաճառի, կարող է մեր բան առնի, ինչ որ էական մեծ փոփոխություն չի բերել։ Իսկ այն, որ մենք ենք Բաքվից առևտուր անում, նաև այլ ապրանքներ, որ պարզապես նրանց տարածքով է մեզ հասնում, էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ հիմա արդեն սովորական երևույթ է դարձել։ Ինքը Պապոյանը հաշիվը կորցրել է։ Այս process-ը այն որ Ադրբեջանի տարածքով գալիս է, այդտեղ այնքան ապրանք ամեն օր ամեն օր չէ, բայց պարբերաբար այնքան է գալիս, որ ինքը շատ սովորական երևույթ է արդեն դարձել։ Եվ ինչպես ասում են, ես օրինակ կորցրել եմ արդեն հաշիվը, ապրանքատեսակների ցանկը եւ այլն։ Հայ-ադրբեջանական այս առևտրաշրջանառությունը հաստատված խաղաղության վկայություններից է, ինչպես պնդում են իշխանությունները, քաղաքագետի պատասխանը միանգամից է ոչ։ Հիշեցնում է Ադրբեջանի կառավարության հաշվետվության ձևակերպումը, թե սա պարզապես առևտուր է։ Դա ամեն դեպքում նաև տնտեսական նշանակություններ անցամ ունեցավ, հիմա ամեն դեպքում կլինի $1 միլիոն եթե լրացուցիչ գումար գնա Ադրբեջանից, դա Ադրբեջանի նավթային ընկերությանը ինչ վնաս է տալու, գրպանից փողը դուրս չի գալու։ Իրանք պետք է քաղաքական հարցը, որովհետև այստեղ պետք է լինի ամբողջովին այն տեսակետը պետք է իշխի, որ Հայաստանի Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Հայտարարությունների եւ իրականության միջև առկա տարբերությունը շարունակում է խորանալ, տնտեսական համագործակցության խոսույթ ըստ մասնագետների դեռ օդում է, իսկ ակնկալվող փոխադարձ շահը մնում է թղթի վրա։ Արդյոք այս երկխոսությունը կվերածվի իրական տնտեսական կապերի, փաստացի կախված է ոչ միայն շուկաների պահանջարկից, այլև քաղաքական որոշումներից, մինչև այդ Երևանից Բաքու հետ դարձող գնացքները շարունակում են ճանապարհ ընկնել դատարկ առանց բեռի։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։